Եթերում Սուրանկյունն է, որի նպատակը արդարության բացահայտումն է, որովհետև լավ է արդար գործի ծառա լինել, քան անարդարի տեր։ Ես Վահե Ղազարյանս և Սուրանկյան ստեղծագործական խումբը բարի ուշ երեկո ենք մաղթում ձեզ։ Բազմիցս ենք ասել, որ խաղաղության ցանկության մասին Ադրբեջանի հայտարարությունները փուչ խոսքեր են։ Փաստերով հիմնավորել ենք, որ կոմունիկացիաների բացման անվան տակ Ադրբեջանը ձգտում է ճանապարհ ստանալ դեպի Նախիջևան։ Ատելության ու թշնամանքի ադրբեջանական մուղամներին, Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներին ու մեր ներքին հարցերին միջամտելուն Հայաստանի իշխանությունները մինչև վերջերս չէին արձագանքում։ Բայց երբ ՄԱԿ-ի ամբիոնից Ալիևը Թրամփի ուղու մասին խոսելիս դարձյալ օգտագործեց Զանգեզուրի միջանցք արտահայտությունը, խոսեց Ադրբեջանի և Նախիջևանի միջև անխոչնդոտ կապի մասին, նկատի ունենալով հայ սահմանապահների բացակայությունը, Հայաստանի իշխանությունը հանկարծ անհանգստացավ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե հայաստանյան իրականության մեջ դա ընկալվում է որպես տարածքային պահանջ և ասոցացվում է կոնֆլիկտային խոսույթի հետ։ Իշխանությունների ընդդիմախոսները վերջիններիս մեղադրում են Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները անխոս կատարելու մեջ, դրանք ներկայացնելով որպես սեփական նախաձեռնություն։ Սահմանադրության փոփոխություններ, սահմանազատում Ադրբեջանի նախընտրած հատվածում, Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհ, բանակի որպես անվտանգության կարևորագույն կառույցի դերի նվազեցում, ազգային խորհրդանիշերի մոռացություն։ Որպեսզի խաղաղություն լինի, հակադարձում են իշխանությունները։ Մինչդեռ վաղուց պետք է հետ կանչեին ստորագրությունը 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթղթից, որի 9-րդ կետում նշվում է, թե պետք է ապաշրջափակվեն բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը և որ Հայաստանի Հանրապետությունը պետք է երաշխավորի Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը։ Իսկ ինչու պետք է հետ կանչեին ստորագրությունը, որովհետև Ադրբեջանն ու Ռուսաստանը իրենց պարտավորությունները չկատարեցին։ Բայց այս մասին Հայաստանի իշխանությունները չեն խոսում։ Փոխարեն առաջարկում են այսպես կոչված Զանգեզուրի միջանցք արտահայտությունը լսելիս մտածել, թե դա Հայաստանի մասին չէ։ Եվ մինչ որոշները ինքնախաբեությամբ են զբաղված, Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարում է, թե միջանցքը կապահովի Թուրքիայի և Ադրբեջանի միջև ուղիղ ցամաքային կապը և կարևոր քայլ կլինի թյուրքական աշխարհի միավորման ուղղությամբ։ Միջազգային իրավունքի մասնագետ իրավաբան Տարոն Սիմոնյանն է սուր թեմայի այսօրվա հյուրը։ Վաշինգտոնյան գագաթնաժողովի կարևոր արդյունքներից մեկը միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղին է, որը կապահովի Զանգեզուրի միջանցքով սահուն անցում և կամրապնդի տարածաշրջանային կապերը։ Նման արտահայտություն Վաշինգտոնում համաձայնեցրած փաստաթղթերում չկա։ Պայմանագրում ոչ ստորագրված էր ճակատագրում։ Միջանցքի մասին խոսք չի գա։ Կասկածներ կան, թե արդյոք Զանգեզուրի միջանցքի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից նույնքան, որքան Ադրբեջանի շահերից է բխում։ Որտեղ եք կարդացել այդ արտահայտության մասին։ Նման արտահայտություն չկա, չի եղել եւ համոզված եղեք չի լինի։ Ձեր հրապարակումներում նշում եք, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը կոպտորեն խախտում են միջազգային և ներպետական իրավունքը։ Ինչու՞։ Եվ օգոստոսի 8-ի փաստաթուղթը եւ 20 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կողմերը բազմիցս հայտարարել են, որ կնքվել է ուժի սպառնալիքի ներքո, այսինքն հիմք ունենալով այն գաղափարը, որ իբր թե նման փաստաթուղթ ստորագրելով կանխում են պատերազմը, որը ուղղակիորեն սահմանված է պայմանագրերի կոնվենցիայով, Վեննայի կոնվենցիայով, այնտեղ կա համապատասխան հոդված, 51-րդ հոդված, որտեղ ուղղակիորեն գրված է, որ այն բոլոր պայմանագրերը, որոնք կնքվում են ուժի սպառնալիքի ներքո կամ դրա արդյունքում, դրանք առ-ոչինչ են։ Եվ դրանք, եթե հակասում են, իհարկե ՄԱԿ-ի միջազգային իրավունքի սկզբունքներին, ՄԱԿ-ի կանոնադրությամբ սահմանված միջազգային իրավունքի սկզբունքներին։ Երկու փաստաթղթերն ուղղակիորեն խախտել են ազգերի ինքնորոշման կամ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, երկու փաստաթղթերն էլ հաջորդել են ցեղասպանության իրականացման, պատերազմական հանցագործությունների, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների եւ դրանց արդյունքն են։ Հետեւաբար, եթե առաջնորդվում ենք բացառապես միջազգային իրավունքի տրամաբանությամբ, ապա այո, դրանք առ-ոչինչ փաստաթղթեր են միջազգային իրավունքի տրամաբանությամբ, որովհետև կնքվել են ուժի սպառնալիքի եւ դրա կիրառման արդյունքում եւ բնականաբար հակասում են ՄԱԿ-ով, ՄԱԿ-ի կանոնադրությամբ սահմանված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին։
Պատերազմից մինչև այսօր Ադրբեջանը բազմաթիվ պահանջներ է ներկայացրել, մասնավորապես կապված սահմանազատման, սահմանադրության, բանակի հետ։ Կարճ ժամանակ անց Հայաստանի իշխանությունները նույնաբովանդակ նախաձեռնություններով են հանդես եկել։ Իշխանությունները Ադրբեջանի պահանջներն են կատարում, թե խուսափում են նոր լարվածությունից։ Իշխանությունները միաբտաբար Ադրբեջանի պահանջները կատարելով հույս ունեն, որ իրենք խուսափում են լարվածությունից։ Սրա կարճ պատասխանը դա է, բայց սա նշանակում է, որ փաստորեն Հայաստանի Հանրապետության իշխանությունները ոչ թե սպասարկում են Հայաստանի Հանրապետության շահը, այլ տեղի են տալիս հենց պատերազմական հանցագործություններ կատարող կողմի պահանջներին եւ ինչ որ առումով նրա կամքն են թելադրում սեփական ժողովրդին։ Միջազգային հանրությունը հիմնվում է Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների հայտարարությունների վրա, իսկ Հայաստանի իշխանությունները չեն խոսում ուժի կիրառման սպառնալիքի մասին, այլ հայտարարում են, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն է։ Ով եւ ինչպես կարող է հակառակն ապացուցել։ Բազմիցս Հայաստանի Հանրապետության իշխանության ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենք գնացել են նման փաստաթղթերի կնքման, որովհետեւ արկախված է եղել ավելի մեծ վտանգ։ Ուժի կիրառման ավելի մեծ վտանգ։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթում դա Ստեփանակերտի նվաճումն էր, այսօրվա փաստաթղթում, այս օգոստոսի 8-ի փաստաթղթում հետագայում պատերազմից խուսափելու հնարավորության ստեղծումն է եւ այստեղ ոչ թե խոսքը խաղաղության մասին է գնում, այլ այստեղ հերթական պատերազմը իբր թե կանխելու քայլի մասին է գնում, որը ուղղակիորեն այդ նաև իշխանության ներկայացուցիչների խոսույթից բխում է, որ ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի արդյունք է։ Վերջին շրջանում խոսվում է միայն Թրամփի ուղի ծրագրի իրականացման մասին եւ շրջանցվում է տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման թեման։ Ինչու Հայաստանը զուգահեռաբար չի բարձրաձայնում Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան ճանապարհների ապաշրջափակման մասին։ Հուսով եմ բարձրաձայնում է, բնականաբար ոչ այն նույն ինտենսիվությամբ, ինչ որ Ադրբեջանն է բարձրաձայնում Սյունիքով անցնող միջանցքի մասին եւ հուսով եմ, որ Հայաստանի Հանրապետություն ներկայացնում է, որ առավել լավ ճանապարհներ կան եւ ավելի քիչ ծախսատար ճանապարհներ կան եւ այսօր էլ գործող ճանապարհներ կան այլ տարածքներով, որը կկապի օրինակ Թուրքիան Ադրբեջանի հետ եւ նույն տրամաբանությամբ Հայաստանը պետք է հնարավորություն ունենա օգտագործելու Ադրբեջանի տարածքը Ռուսաստանի Դաշնության հետ կապվելու համար, Իրանի Իսլամական Հանրապետության հետ կապվելու համար եւ նաեւ Թուրքիայի տարածքը դեպի Մերձավոր Արևելյան այլ պետություններ անցնելու եւ նաեւ դեպի Սև ծով հասնելու համար։ Այսինքն, եթե մենք փոխադարձության տրամաբանությամբ ենք գնում եւ ոչ թե կոնկրետ մեկ ճանապարհ նվիրելու Ադրբեջանին անունը ինչպես էլ ուզում ենք դա դնենք որևէ երրորդ պետության վերահսկողության ներքո կամ առանց դրա, ապա մենք գնալու ենք այն տրամաբանությամբ, որ բացվելու են բոլոր ճանապարհները բոլոր պետությունների հետ։ Երբ Ադրբեջանի իշխանությունները տարիներ շարունակ Սյունիքի մարզով Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև հաղորդակցության ուղին անվանում էին Զանգեզուրի միջանցք, Հայաստանի իշխանությունները չէին արձագանքում։ Ինչու լռությունը խախտվեց ՄԱԿ-ի ամբիոնից։ Երևի զգում են հասարակության ճնշումը, որ բարձրացել է այն մակարդակի, որ այլ տարբերակ չունեն, որ արդեն բարձրացիաներից խոսեն դրա մասին։ Ճշմարտության համար պետք է նշենք, որ արձագանքներ եղել են, բայց ոչ էլի այն նույն ուժգնությամբ եւ ինտենսիվությամբ, ինչպիսին որ կուզեինք մենք լսենք, եւ դա ենթադրում եմ այսօրվա իշխանությունների կաշկանդվածության արդյունքն է, որ նրանք ունեն Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ կամ հաղթանակած պետության ղեկավարի նկատմամբ։ Դրա համար շատ կարևոր է նաև եւ միջազգային իրավունքի եւ դիվանագիտության եւ քաղաքականության համար, որ պարտությունում պարտված իշխանության ներկայացուցիչները չմասնակցեն հետագա բանակցություններին եւ որևէ նոր միջազգային փաստաթղթի կնքման գործընթացին։ Քանի որ մեր պարագայում ստացվել է այնպես, որ պարտություն կրած կողմը շարունակում է բանակցություններ իրականացնել, այս զիջողականությունը այս գալիս է այդ տրամաբանությունից։ Որ խնդիրների լուծման դեպքում տարածաշրջանում իրական խաղաղություն կհաստատվի։ Արդարության վերականգնման դեպքում եւ այն փաստաթուղթը, որ ստորագրվել է, այդ փաստաթղթում էլ կա այդպիսի դիտարկում, որ իբր թե այս փաստաթուղթը վերականգնում է արդարությունը, բայց դա այդպես չէ, արդարության վերականգնումը հնարավոր է, երբ որ խախտված իրավունքները վերականգնվեն, այսինքն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը վերականգնվի, Արցախի ժողովուրդը իրավունք ունենա վերադառնալ Արցախ, վերականգնել իր սեփականության իրավունքը, ազատ արձակվեն բոլոր գերիները, որոնք այսօր կան Բաքվի բանտերում, դադարեցվեն անարդար դատավարությունները նրանց նկատմամբ, վերջանա ռասայական խտրականության քարոզը Ադրբեջանի
իշխանությունների կողմից, որ տարածվում է հայ ժողովրդի եւ հայ մարդու նկատմամբ դպրոցական տարիքից սկսած, եւ միայն այս փուլերը հաղթահարումից հետո հնարավոր կլինի իրական արդարության հիման վրա խաղաղություն հաստատել։ Քանի դեռ մարդկանց իրավունքները վերականգնված չեն, քանի դեռ միջազգային իրավունքը վերականգնված չէ, հնարավոր չէ տևական խաղաղության մասին խոսել, որովհետեւ վաղ թե ուշ անարդարությունը պետք է ծնի մարդկանց կամք վերացնելու անարդարության հիմքերն ու պատճառները։ Լայն ժպիտ, վառվող աչքեր, արթնացած հույս։ Ամիսը 2 անգամ խեղված ճակատագրեր էջի նկարանող խումբը նման տեսարանների ականատեսն է լինում։ Հպարտություն ապրում, որ կարողացանք եւս մեկ ընտանիքի երջանկացնել։ Մինչդեռ նրանցից շատերը վաղուց կորցրել էին հույսը, որ անհաջողություններին ու փորձանքներին երբևէ վերջ կդրվի։ Արտաշատում բնակվող Անուշ Մանուկյանը իր 2 զավակների հետ հենց այդպիսի ընտանիքներից է։ Պատմել ենք, որ Անուշի ամուսինը անցած տարի զոհվել է ավտովթարից։ Վթարված մեքենայում եղել են նաև նրա 2 որդիները, որոնցից ավագը գլխի այնպիսի վնասվածք է ստացել, որ արդեն 1 տասնյակի հասնող վիրահատություններ են արել ու եւս մեկն էլ արժևում է։ Ճիշտ է, ընտանիքին իր ծանրակշիռ աջակցությունն է հայտնել նաև բարերար կետ EM-ը, սակայն սպասվող նոր փորձությունները հերթական վիրահատությունն ու հետվիրահատական շրջանը հաղթահարելու համար անհրաժեշտ է շտապ օգնություն։ Մեզ այդ համագործակցող կազմակերպությունները, անհատներն ու հեռուստադիտողները այս անգամ եւս ստանձնեցին շտապ օգնության բժշկի դերը ու դեղը բարեհաջող հասցրին հիվանդին։ Մասնավորապես բանկային փոխանցումների ու հովանավորների տրամադրած գումարների շնորհիվ Անուշը հնարավորություն կունենա լիարժեք կազմակերպել որդու բուժումը։ Այդ վիրահատական շրջանում երեխան սննդի կարիք չի ունենա, որովհետև մոտ 10 կազմակերպություն հոգացել է այդ մասին։ Ինչպես միշտ, օգնության են հասել նաև մեր մշտական գործընկերները, ընտանիքին ապահովելով կահույքով, առաջին անհրաժեշտության ապրանքներով, կրենական պիտույքներով։ Մի խոսքով, շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր բարություն են անում առանց որևէ ակնկալիքի։ Ներկայացնում եմ Սվետլանա Ավդիշյանի «Շտապ օգնություն բարությունը» տեսանյութը։ 14-ամյա Արթուրի գլխի 1 տասնյակի հասնող վիրահատությունները լիարժեք արդյունք չտվեցին, եւս 1 բարդ վիրահատություն դեռ առջևում է։ Մայրը Անուշը հուսալքված ու ճարահատ դիմեց մեզ հույսով, որ օգնության ձեռք կմեկնենք։ Վիրահատություններից հետո Արթուրին վերականգնողական բուժում է հարկավոր, որի գումարը այս ընտանիքը ցավոք չունի։ Ես ուղղակի կուզենամ, որ ինձ օգնեն վերականգնողական, ինչքան ուշ մենք գնանք վերականգնողական, այնքան ավելի դժվար կլինի իր հետ աշխատելը։ Այս ընտանիքի խեղված ճակատագրի պատմությունը եթեր հեռարձակվելուց շատ չանցած անդադար զանգեր ենք ստացել մեր հեռուստադիտողներից, որոնք հետաքրքրվում էին երեխայի առողջական վիճակով, հարցնում ինչպես կարող են օգտակար լինել։ Արթուրի պատմությունը շատ էր հուզել նաև մեր գործընկերներին, որոնք ժամերի ընթացքում համախմբվեցին ու իրենց մարդասիրական քայլով սատար կանգնեցին փոքրիկին։ Ակվատեկ մարզաառողջարանային համալիրը մեկն էր այն ընկերություններից, որ սրտացավ ու հոգատար վերաբերմունք ցուցաբերեց։ Արթուրին վերականգնողական մարզումների երամսյա փաթեթ նվիրեցին։ Ակվատեկ համալիրը, երբ Արթուր արդեն փորձի քայլել, արդեն մարզումների ժամանակը գա, ձեզ հրավիրում է, ոնց որ հորդորում է, բացի հրավիրելուց, որ համենակ Ակվատեկ երամսյա մարզումների մարզիչի հետ վերականգնողական գործընթացը ավելի արդյունավետ, ավելի պրոֆեսիոնալ դարձնելու համար։ Բացի դրանից ցանկացած ժամանակ Կարենը եւ Արտուրը արդեն երբ որ ապակինվի, միասին կարող են նաեւ մեր ջրային գոտի այցելել լավ ժամանց անցկացնելու համար։ Մանուկյաններին իրենց աջակցությունը հայտնելու էին եկել նաև դռներ ու պատուհաններ արտադրող շուկայում առաջատար Էկոկոմֆորտ ընկերության ներկայացուցիչները։ Անհրաժեշտ դրամական օգնություն էին բերել Արթուրի բուժման ծախսերը փոքրինչ թեթևացնելու համար։ Անուշան Էկոկոմֆորտ արտադրամասը ցանկացած ձեր ողբերգական դեպքին ցանկացած գումարի տեսքով ինչ-որ բանով աջակցել ձեզ։ Շուտապույտ ակփակինվում ձեր երեխային։ Շնորհակալ եմ շատ։ Այնուհետև փոխանցեցինք մեր գործընկեր Բազմոց գրուպի ուղարկած գեղեցիկ հյուրասենյակային բազմոցը։ Ներփաճաշակ, փափուկ ու հարմարավետ կահույքը ամենից շատ հավանեց Կարենը։ Երեխաներս ուրախացան Բազմոցի համար, շատ շնորհակալ եմ։ Այն որ Կարենը բարձերով կխաղա։ Շատ լավն է ու փափուկ է։ Իսկ դիզայնը հավանել ես։ Այո։ Ինքը քնելու տեղի խնդիր ունի, մենք ստեղ ենք Կարենին մի քիչ էսկոմենկով ենք տեղավորում։ Կարենը շատ ուրախացավ ու մորը բացատրում էր, որ շատ հարմար է։ Մեր բնակարանի առաջին գույքն է դա։
Մեր մյուս գործընկեր Արգավանդեյեմն էլ Արթուրի հենաշարժողական խնդիրները աչքի առաջ ունենալով հարմարավետ ոճային ու գեղեցիկ բազկաթոռ նվիրեց տղային, իսկ ահա Կարենը որոշեց առաջինը փորձարկել եղբոր նվերը։ Մանրամուշին ասում եմ, որ բազկաթոռը որտեղ տեղադրես Արթուրի համար, որ շատ հարմար է իրա, ինքը շատ սիրում է նստել։ Արթուրն էլ են, որ չգիտեմ, Դաժե այդ վիճակին ես իր դեմքին շփիտ նկատեցի։ Շատ արագ արձագանքեց նաև մեր մյուս գործընկեր Mobile Center խանութի տնօրինությունը, իրականացնելով երեխաների սրտի երազանքը։ Սմարթֆոններ էին ուղարկել եղբայրներին։ Փոքրիկների աչքերը երջանկությունից փայլում էին։ Մենք ես հեռախոս ենք բերել, որ դու շատ խաղեր խաղաս հեռախոսով։ Վաու։ Մախալի շատ։ Ինչ լավն է։ Մամա, ուր ես։ Ուր ես։ Ջան։ Ուր ես։ Ուր ես։ Շատ ուրախացան Կարենս, որ շատ։ Դե ես միշտ արգելել եմ իրան հեռախոս ունենալը։ Ես երևի առիթ եղավ, որ ինքը նվեր ստացա։ Բնական բաղադրիչներով պատրաստված քիմքշոյող բարձրորակ պահածոների, մուրաբաների եւ կոմպոտների տեսականիով էլ տպավորեց Իջևանի գինու կոնյակի գործարանը, որն արտադրությունն իրականացնում է էկոլոգիապես մաքուր պայմաններում, բարձր պահելով թե համի, թե որակի նշաձողը։ Առողջ ծննդի հարցն էլ հոգած Արդնի հոլդինգի ղեկավարությունը, թարմ ու բարձրորակ մթերք ուղարկելուց զատ ընտանիքին աջակցել էին նաեւ ֆինանսապես։ Big Life ապրանքանիշն էլ բուժիչ հատկություններով մրգային տարբեր համերի բարձրորակ ու առողջարար դիետիկ յոգուրտներն էր ուղարկել տղաներին։ Համեղ ու օգտակար իր արտադրատեսակներից էր ուղարկել նաև Sunfood ընկերությունը՝ կետչուպ, մայոնեզ, կարագ, բուսայուղ, բնական բաղադրիչներով խմորիչներ։ Մեծաքանակ էր օգնությունը։ Իսկ ահա Արաքս թռչնաֆաբրիկան ընտանիքի սննդի ռացիոնում ապահովեց մսամթերքի երկարատև պաշարը։ Սառեցված մսամթերք էին ուղարկել հավի կոտլետներ, ներփերշիկներ, ձողիկներ, ամեն ինչ առողջ ու համեղ սնվելու համար։ Չենք մոռացել նաև երեխաներին ժպիտ եւ երջանկություն պարգևող քաղցրավենիքի մասին։ Այստեղ էլ մեզ օգնության հասավ Տավուր Սվիտ ընկերությունը։ Անուշեղենի մյուս պաշարն էլ լրացրեց Ռուսկի բիսկվիտ ընկերությունը, որն ահռելի քանակությամբ քաղցրավենիք էր ուղարկել փոքրիկներին։ Կարենը շատ ուրախացավ, որտեղ արագ պատրաստվող սնունդը իր ամենասիրելին է, տնական ճաշերը այդքան հավես չունի։ Ինքը ամեն օր այս խնդիրի առաջ է, որ պետք է վազի խանութ, որ ֆինանսական հատկապես խնդիրներ ալնում տխրում է։ Կարենի ուրախությունը մեծ էր։ Էկոֆորմ ընկերությունն էլ շտապեց ընտանիքին աջակցել իր որակյալ մակրող միջոցներով ու տնտեսական ապրանքներով։ Նրանք նաև ֆինանսապես աջակցեցին ընտանիքին։ Տնտեսականը իմ այդ թուլությունն է, ամենաշատը ես եմ ուրախացել։ Ես շատ եմ գումար ծախսում տնտեսականի վրա։ Որտի ինձ համար շատ երկար կօգտագործեմ, որ գումարը կխնայեմ։ Հատկապես հիվանդանոցի այդ պայմաններից հետո բերում, լվում, տանել, բերելը անհրաժեշտությունը շատ կար ու շատ մեծաքանակ էր, շնորհակալ եմ։ Ընթերցասիրությունն էլ աչքաթող չէին կարել։ Կարդալ սիրող Արթուրին նաև բազմաբովանդակ տարբեր ժանրերի գրքեր ու տետրեր էինք տարել։ Այս հարցում էլ մեզ օգնության հասավ Edit Print ընկերությունը։ Ընտանիքը դրամական օգնություն ստացավ ֆրանսաբնակ Արսենից, Բելգիայում ապրող Արայիկից, Անտոշկա մանկապարտեզից, Arix Group-ից, Դավիթից, ցանցերի աշխարհընկերությունից եւ Երևան City սուպերմարկետների ցանցից։ Շնորհակալություն բոլոր մարդկանց, որը օգնել են իմ եղբորը եւ մայրիկիս օգնել եւ բուժել իմ եղբորը։ Այս պահին անհրաժեշտությունը գումարն էր վերականգնողականի հետ կապված։ Ճիշտ է, ամեն ինչն էլ իր տեղն ունի, բոլորն էլ ծախսեր են, բայց իմ միակ նպատակը իմ երեխայի վերականգնողականն է, որ կարողանանք այդ վիճակից հանենք երեխայիս։ Եվ իհարկե բոլոր անհրաժեշտ իրերը հաջողությամբ ու ապահով տեղափոխեցինք բեռնափոխադրում իրականացնող Լեգարա ընկերության շնորհիվ։ Մեր հավատարիմ հեռուստադիտողը եւս անմասն չմնաց հերթական աջակցությունից։ Հաղորդումից ժամեր անց տարբեր անհատներ դրամական մեծ փոխանցումներ են կատարել Անուշի բանկային քարտին, զանգահարել նրան, հոգեբանական աջակցություն ցուցաբերել, որ ընտանիքի մայրն իրեն միայնակ ու լքված չզգա այս դժվարին պահին։ Շատ շնորհակալ եմ, շատ մեծ գումարներ է փոխանցվում, միջև հիմա էլ փոխանցվում է, թողածված օրհնի բոլոր բարերարներին, որ մեկը հազար անի,
Շատ կարիքավոր ընտանիքներ կան, որոնք ունեն այդ օգնության կարիքը։ Ճիշտ է, թվում է թե փոքր բան է, բայց այն 1000 դրամն էլ երևում է նման իրավիճակում։ Հաղորդման միջոցով հավաքագրված ու մեր գործընկերների ուղարկած մեծաքանակ գումարներով Անուշը առաջնահերթ կհոգա Արթուրի բուժման ծախսերը։ Մեր թիմի համախմբված աշխատանքի արդյունքում այսօր այս ընտանիքում շուրջ բոլորը ժպտուն-աչքեր են, խաղաղված հոգով։ Սիրելի հեռուստադիտող, շնորհակալ ենք, որ բաժինն ունեցանք այս մարդասիրության։ Ձեր պատրաստակամության ու մեկնած ձեռքի շնորհիվ այսօր մի ընտանիք ևս ստացավ լուսավոր հույսը ու հրաժեշտ տվեց խեղված ճակատագրին։ Սվետլանա Ավդիշյան, Վահրամ Ավոյան, Սուրանկյուն։ Թողարկման երկրորդ հատվածում կներկայացնենք Սեռական կրթության շուրջ աղմուկը այդպես էլ չի խաղաղվում։ 5-րդ դասարանում սովորող երեխայի ծնողը պատմում է, ինչ ասել է սեռական դասյարակություն։ Աթից նոր կատարված երեխուն ուրիշ բան չունենք սովորեցնելու, իսկ սեռական շահագործումից պաշտպանելը սովորեցնել։ Ուսուցիչը ըստ ծնողների ոչ համարժեք զգուշությամբ թեմա է քննարկել իրենց երեխաների հետ։ Դա կարող է անել օրինակ դպրոցի հոգեբանը։ Զարմանում պնդում է աշակերտական սեղանին նման թեմա չի էլ կարող հասնել։ Սեռական հաճույք թեմա, որպես այդպիսի, նախ նման թեմա գոյություն չունի։ Տղաներ ջան, դուք ազատ եք, գնացեք տուն, աղջիկներ ջան, իսկ ձեզ հետ խոսելու թեմա կա։ Մենք նպաստում ենք նրան, որ արդեն կան տաբուներ։ Կարճ ժամանակ անց զինակիցների հետ տեղափոխվել եմ մարտի դաշտ։ Մորն այդ պահին ոչինչ չի ասել։ Զանգում է հորը, ասում է տանում են հադրուտ կռիվ։ Ադրբեջանական տելեգրամյան ալիքներից մեկում հարազատները տեսնում են տեսանյութ, որում երևում է Համլետը։ Համլետին սակայն գերիների պաշտոնական ցուցակում Ադրբեջանը չի ընդգրկում։ Առաջին եւ 4-րդ զանգվածներում կան բռնի անհետացման առնչվող հարցադրումներ։ Եվրոպական դատարանը պատասխան է պահանջել Ադրբեջանից։ 171 զինծառայողը անհետ կոյած։ Չկա կառույց, որին կվստահեն այդ մարդիկ։ Պաշտպանության նախարարությունը պետք է մշակել օրենքի նախագիծ։ Գուցե վերջապես դրանք հանգեցն են որոշումների, որոնց շնորհիվ սառույցը շարժվի տեղից։ Մենք կորցրել ենք մեր քունու դատարը, այս 5 տարի։ Առողջ ապրելակերպ դասընթացը կնպաստի սովորողների ֆիզիկական, մտավոր, բարոյական, հուզական զարգացմանը։ Այն հնարավորություն կտա արժեքների համակարգում կարևորելու առողջությունը, անվտանգությունը, ընտանիքը, սեռական դասյարակությունը, ինչպես նաև սեռերի փոխհարաբերություններում հարգանքը, սերը եւ իրավահավասարությունը։ Այսպես են կրթության ոլորտի պատասխանատուները հիմնավորել դպրոցում առողջ ապրելակերպ առարկայի դասավանդման անհրաժեշտությունը։ Բայց խնդիրն այն է, թե ինչ են հասկանում հեղինակները մասնավորապես սեռական դասյարակություն ասելով։ Այս իսկապես մեծ խնդիր է։ Ես կասի պատուհաս հազարավոր ընտանիքների գլխին։ Ասենք երբ 9 տարեկան աղջնակներին սովորեցնում են, թե ինչպես կներեք արտահայտությանս համար խաղալ կրծքերի հետ, որպեսզի առավելագույն հաճույք ստանալ, սա է սեռական դասյարակությունը։ Կամ 8-ամյա երեխային կնոջ դաշտանային ցիկլի մանրամասները ներկայացնելիս ինչ են ակնկալում ծրագրի հեղինակները։ Շոկային այս տեղեկությունները մեզ փոխանցեցին մայրաքաղաքի դպրոցներից մեկի վրդովված ծնողները։ Ասում են, թե մի կերպ են իրեն զսպել, որ լինչի դատաստան չտեսնեն առողջ ապրելակերպ առարկան դասավանդող ուսուցչի նկատմամբ։ Մյուս կողմից գիտակցում է, որ ուսուցիչը ընդամենը օղակ է մի մեծ շղթայի, իսկ այդ շղթան Լանզարոտի կոնվենցիան է, որի դրույթները Հայաստանը պարտավորվել է կատարել ու փաստորեն հիմա քաղում ենք դրա պտուղները։ Հոգեբանների գնահատմամբ ոչ պատեհ ժամանակին եւ ոչ ճիշտ մեթոդով մատուցված նման տեղեկատվությունը կարող է խեղաթյուրել երեխայի ընկալումները սեռական կյանքի, հարաբերությունների եւ սեփական մարմնի մասին։ Այնինչ ժամանակին ու տարիքին համապատասխան առողջ հիմքերի վրա կառուցված սեռական դասերակցությունը կարող է դառնալ պաշտպանիչ գործիք, ապահովելով դեռահասների պատասխանատու վարքագիծն ու վստահությունը սեփական մարմնի ու հարաբերությունների նկատմամբ։ Դասերակցությունից մանկապղծություն։ Այսպես ենք վերնագրել Էդվարդ Պողոսյանի տեսանյութը։ Հայաստանի դպրոցներում այսպես կոչված սեռական կրթության շուրջ աղմուկը այդպես էլ չի խաղաղվում։ Ծնողները երբեմն ընդվզում են։ Արգելված թեմա է, չեն ուզում, որ իրենց երեխան լսի, իմանա այդ մասին։
երկու դաս երեխեն լսել այդ առողջ ապրելակերպի, ինչ որ սնունդից էին խոսացել բան, հետո արդեն 10-ում տղերքին տուներ ուղարկել աղջիկների հետ, ոչ իրաց տարիքին հարմար ասենք թեմաներից էր խոսացել, խիստ կանանցի ու խիստ մեծական թեմաներից։ Մեր խմբագրությունը հազանգած 5-րդ դասարանում սովորող երեխայի ծնողը պատմում է, թե ինչպիսի բուռն քննարկումների մեջ են եղել նախ ինքն ու դպրոցում առարկան դասավանդող ուսուցիչը, իսկ հետո արդեն ընդվզող մայրիկների թիվն ավելացել է։ Այս դեպքում Սուրանկյունը հատուկ չի նույնականացնում Երևանում գտնվող դպրոցը խուսափելու երեխաների հետագա հնարավոր թիրախավորումից։ Ծնողներով ասել ենք դասատուին, որ մի ասա տենց բաներ չենք ուզում, որ մեր երեխեքը այս տարիքում տենց թեմաների մեջ խորանան։ Այն մարդն ասում է, ես ինչ կարամ անեմ, ծրագրով է տենց նախատեսված, պետք է անցնեմ, որ երեխեքները կրթվեն ու իմանան։ Մեր ժամանակ, որ մեզ տենց բաներ չեն սովորացել, ոնց որ մենք չենք մեծացել, էլի։ Այն, որ դպրոցահասակ երեխաները սեռական կրթություն դաստիարակություն պետք է ստանան, առանց բացառությունների նշում են այս թեմայով Սուրանկյան հետ զրուցող բոլոր մասնագետները։ Այլապես դա կբերի շատ վատ հետևանքների յուրաքանչյուր երեխայի հետագա կյանքում, երբ որ նա դպրոցը ավարտի կամ բարձր դասարաններում լինի եւ այլն։ Բայց նախ սկզբից ինչ ասել է սեռական դաստիարակություն։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն օրինակ սահմանում է որպես գիտելիքների, հմտությունների, վերաբերմունքների ու արժեքների փոխանցման գործընթաց, որը հնարավորություն է տալիս մարդկանց պաշտպանել իրենց առողջությունը, արժանապատվությունը եւ հարաբերությունները։ Իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բանաձևը հետեւյալն է. սա հաստատված գիտական տվյալների վրա հիմնված կրթական գործընթաց է, որն ընդգրկում է սեռականության բոլոր ասպեկտները՝ ֆիզիկական, զգացմունքային, մտավոր եւ սոցիալական։ Այստեղից սկսվում են հարցերը։ Բայց ինչ չափաբաժնով, որ տարիքում ինչից խոսել եւ ինչպես խոսել։ Մինչև 4 տարեկան երեխաները պետք է ճանաչեն տղամարդու եւ կնոջ մարմինների տարբերությունները, իմանան հղիության, հաճույքի եւ վաղ մանկության մաստուրբացիայի մասին։ 4-ից 6 տարեկանները ճանաչեն գենդերային ինքնությունը, արդեն մարմինը շոշափելու հաճույքը ու սեռական օրգանները։ 6-ից 9 տարեկանում իմանան ուրիշի մարմնին դիպչելու ու սեռական հիվանդության, 9-ից 12-ում առաջին սեռական փորձի, հակաբեղմնավորման եւ չնախատեսված հղիության, 12-ից 15 տարեկանում հղիության նշանների աբորտի սեռական կողմնորոշման համասեռականության մասին։ Արդեն 15-ից բարձր տարիքում սեռական ցանկություն ունենալու պատճառներին ծանոթանան եւ իմանան, թե ինչ է նշանակում հայր կամ մայր լինելը։ Սեռական կրթության ստանդարտների վերաբերյալ աշխարհի գլխավոր առողջապահական կառույցի տեսակետն է։ Որ տարիքում ինչ ասելը պիտի հասկանանք տարիքային նորմերը։ Ամեն տարիք երեխան ունի իր եւ հոգեբանական առանձնահատկությունները եւ բազային բառապաշարը, այսինքն կան բառեր անգամ, որոնք որ մենք օգտագործում ենք, ենթադրենք 5 տարեկանում երեխան լրիվ այլ կերպ է ընկալում, 7 տարեկանում լրիվ այլ կերպ է ընկալում, հա։ Հիմա դեռահասության շեմը շատ փոխված է։ 5-րդ դասարանը տարիքային այն ժամանակահատվածն է, երբ պետք է խոսել շատ ավելի տվյալ տարիքին անհրաժեշտ թեմաներից։ Օրինակ, խոսել հիգիենայից, սեռական հասունացումից, որովհետև դա այն շրջանն է, որ օրգանիզմը արդեն սկսում է հասունանալ, դեռահասին պետք է պատրաստել։ Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ հայ հասարակությունը ավելի շատ պահպանողական հասարակություն է եւ չի գնահատվում բաց խոսակցությունները հատկապես սեռահասունության տարիքի, սեռական դաստիարակության մնացած թեմաների վերաբերյալ խորհուրդ է տրվում, որպեսզի ուսուցիչները այդ մասին զգուշորեն հաղորդեն տեղեկատվությունը երեխաներին։ Ընտանիքներում չի խոսվել այդ մասին։ Մենք խոսում ենք դպրոցներում սեռակրթության մասին, բայց ընտանիքներում կա տաբու։ Այսինքն, երբ որ երեխային դպրոցում հարց են տալիս կամ ուսուցիչը շատ գրագետ եւ ադեկվատ որևէ բան է ներկայացնում, երեխան ունենում է մեղքի զգացում ու մտածում է, որ ես միգուցե ինչ-որ բան եմ արել, մեղավոր եմ, որ հիմա ուսուցիչը ինձ հետ այդ մասին խոսում է։ Սովետական միության, հետո նաև նորանկախ Հայաստանի սերունդներին հարցնես, կպնդեն, թե դպրոցում իրենց դասագրքերի մաքսիմումը մարդու անատոմիան էր, ընդ որում հիմնականում թերթել շրջանցել են այդ էջերը։ Կենացները մեր երկրում քաղցրացան 21-րդ դարի 20-րդ տարում։ 2020 թվականին ստորագրելուց 10 տարի անց Ազգային ժողովը վավերացրեց սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության առավել հայտնի Լանզարոտի կոնվենցիան։ 50 հոդվածից բաղկացած այս փաստաթղթի օրինակ 6-րդ կետում գրված է, թե տարրական եւ միջնակարգ կրթություն ստացող երեխաները պետք է տեղեկանան, թե ինչ է սեռական շահագործումը եւ բռնությունը, ինչպես պաշտպանվել դրանցից։ Առաջինից 4-րդ դասարանները համարվում է տարրական կրթություն։ Այդ հեքիաթից
ու կաթից նոր կտրված երեխուն ուրիշ բան չունենք սովորեցնելու, պիտի սեռական շահագործումից պաշտպանելը սովորեցնենք։ Հիմա գործ ունենք կոնկրետ դեպքի հետ։ Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցիչը ըստ ծնողների ոչ համարժեք զգուշությամբ թեմա է քննարկել իրենց երեխաների հետ։ Այս հարցում ինչ դիրքորոշում ունի պատասխանատու գերատեսչությունը։ Դիմեցինք կրթության ու գիտության նախարարություն, սակայն կառույցից մեզ փոխանցեցին, թե չեն մեկնաբանի։ Շատ դպրոցներում ցավոք դա ներկայացվում է ոչ թե հոգեբանը, ոչ թե վերապատրաստված մասնագետը, ով տեղյակ չի դպրոցական տարիքի երեխայի առանձնահատկություններից, դեռահասության տարիքում է, վաղ դեռահասություն է ավելի հասուն, որովհետև ամեն տարիքում այլ կերպով է ընկալվում եւ լրիվ ուրիշ կերպ են մատուցում։ Տարիներ ի վեր պարապում էր այն ժամանակ մենք ֆիզկուլտուրայի ուսուցիչը։ Դա ճիշտ չի։ Հիմա ընտրյալ մասնագետներ գնում վերապատրաստվում են, հետո տեղում պարապում են։ Բայց սա էլ հարցի լուծումը չի, հասկացեք։ Սա շատ զգայուն թեմա է եւ կարող է պարապել միայն այն մասնագետը, ով ունի համապատասխան վերապատրաստում։ Դա կարող է անել օրինակ դպրոցի հոգեբանը, քիչ թե շատ, կենսաբանության ուսուցիչը գոնե, ով մոտ է թեմային։ Շատերը ուղղակի մեխանիկորեն վերցնում են այն, ինչ որ նրանց տրամադրվում է, եւ մեխանիկորեն փոխանցում են երեխաներին, որը ուղղակի թույլատրելի չէ։ 5-րդ դասարանում սովորող աշակերտները պատմել դժգոհել են խիստ մեծական թեման եղել է սեռական հաճույքը, մասնավորապես դրա տեսակներից մեկը։ Պետական բժշկական համալսարանի սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչը, որ տարիներ շարունակ նաև հենց դպրոցներում է սեռական կրթության ու դաստիարակության դասընթաց վարում, զարմանում պնդում է աշակերտական սեղանին նման թեմա չի էլ կարող հասնել։ Սեռական հաճույք թեմա որպես այդպեսի նախ նման թեմա գոյություն չունի։ Եթե նայենք ծրագրով, կա սեռական հարաբերության մասին թեմա, որը շատ ավելի ուշ եւ ավելի բարձր տարիքին է տարիքի համար է նախատեսված, երբ արդեն բոլոր թեմաները հերթով տարիքային առանձնահատկությունները արդեն քննարկված են եւ արդեն կարելի է վերջում ավակ դասարանում ընդգծում եմ ավակ նոր հասնել այդ թեմային եւ խոսել ինչ է սեռական հարաբերությունը։ Մասնագետների խոսքում նաեւ կարմիր թելի նման է անցնում առողջ ապրելակերպ կոչված առարկան եւ մասնավորապես սեռական դաստիարակությանը վերաբերող թեմաները առանձնահատուկ են նաեւ այն իմաստով, որ յուրաքանչյուր աշակերտի դեպքում անհատական մոտեցում ու աշխատանք են պահանջում, բայց անհանգստացած են նաեւ, որ դասարանները սեռերով շարունակ բաժանում են եւ այն էլ ինչպես տղաներ ջան, դուք ազատ եք, գնացեք տուն, աղջիկներ ջան, իսկ ձեզ հետ թեմա կա։ Անհատական աշխատանքը դա կայացած է Հայաստանի դպրոցում։ Ոչ, Հայաստանի դպրոցներում ցավոք սրտի կայացած չէ։ Բաժանում ուր է տանում եւ ինչի է հանգեցնում։ Այս բաժանումը շատ ցավոտ տեղ է տանում։ Այսինքն, եթե մենք տարբերակում ենք աղջիկներին եւ տղաներին, մենք նպաստում ենք նրան, որ արդեն կան տաբուներ։ Տանը չխոսեն, որովհետեւ ամոթ է դպրոցում երեխան չլսի, որովհետեւ լսածը լսելու չէ։ Մնալ երեխայի ու ժամանակի հույսին, դե պահը կգա կհարցնի, ոչ, մասնագետները շղթում են, սա էլ ճիշտ չէ։ Ուրեմն որն է տարվա այն 5-րդ եղանակը։ Փորձագետներն ասում են, ամեն բան առավել քան պարզ է, ուղղակի մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղությամբ դուրս չեն գալիս։ Ահա մեր ավանդույթ դարձած խնդրի լուծման բանալին այսքանն ու ընդամենը։ Էդուարդ Պողոսյան, Զոհրաբ Քարամյան, Սուրանգյուն։ Գարեգին Նժդեհն ասում էր. զինվորը իբրև մարդ եւ մարտիկ ճանաչում է միայն մի հատիկ իրավունք՝ մարտնչել ու մեռնել հայրենիքի համար։ Սերունդները մեծացել այս խոսքի շնչով։ Նրանցից շատերը հանուն հայրենիքի զոհաբերել են ամենաթանկը՝ կյանքը։ Թշնամու դեմ մարտնչածների մի մասի ճակատագիրն էլ մինչև օրս հայտնի չէ, համարվում են անհետ կորած։ Բայց նրանք ունեն ծնողներ, երեխաներ, հարազատներ, որոնք տարիներ շարունակ ապրում են մղձավանջի, բայց նաև հույսի մեջ։ Համերոպե սպասում են, որ արցունքների մեջ խեղդված աչքերը վերջապես կտեսնեն այդքան հարազատ մարդուն, կկարողանան գրկել նրան, փոխանցել բոլոր այն հույզերն ու ապրումները, որոնք ունեցել են տարիներ շարունակ, կպատմեն, որ ամեն հաջորդ տարին հույսը պակասել է, որովհետև հայրենիքը, հանուն որի նրանք գնացել են զոհողությունների, ոչ մի կոնկրետ քայլ չի ձեռնարկել նրանց փնտրելու ուղղությամբ։ Այո, պետական ոչ մի գերատեսչություն չի կարողանում անհետ կորածների հարազատներին որևէ տեղեկություն տալ։ Եթե նախկինում քիչ թե շատ ձևավորված էր պետական կառույցների հետ կապի խողովակ, ապա այժմ ծնողներն ու հարազատները չգիտեն, թե պետական համակարգում ով է զբաղվում կամ կա որևէ մեկ, ով զբաղվում է իրենց զավակների ճակատագրով։ Իսկ ինչն է պատճառը, որ պետությունը կամահարական վերաբերմունք է ցուցաբերում իր զինվորների հանդեպ։ Հարցի հավանական պատասխաններից է, որ Ադրբեջանը թե գերիների, թե անհետ կորածների հարցը դարձնում է քաղաքական գործիք, որպեսզի դրա դիմաց քաղաքական շահաբաժիններ ստանալ։
Սակայն Վաշինգտոնյան նախաստորագրված համաձայնագրից հետո, երբ պաշտոնական Երևանն ու Բաքուն համապատասխան հանձնառություն են ստանձնել, չկա որևէ խոչընդոտ, որ Երևանը պահանջի գործի դնել մեխանիզմները։ Մասնավորապես պահանջի, որպեսզի երկու երկրների լիազոր մարմինները բանակցություններ սկսեն, փրկարարական խմբերը կամ հարազատները գնան իրենց հայտնի հատվածներում որոնողական աշխատանքներ կատարեն։ Մի խոսքով գործել է պետք, բայց օրերս Պաշտպանության նախարարության շենքի դիմաց բողոքի ձայն բարձրացրած անհետ կորածների հարազատները որևէ ակնկալիք այլևս չունեն։ Ասում են, թե նույն իշխանությունն է, ինչն է փոխվելու։ Նորից կխաբեն, նորից ժամանակ կշահեն։ Արմեն Աթալյանը հյուրընկալվել է անհետ կորածների հարազատներին, լսել նրանց հուզիչ պատմությունները եւ այժմ կներկայացնի սպանիչ սպասումը տեսանյութը։ Այս անկյունը բնակարանի միջանցքում արդեն 5 տարի անընդմեջ նոր նկարներով ու աշխատանքներով է լցվում, որոնք նվիրվել են ընտանիքի ավագ որդուն Համլետին։ Երիտասարդը մասնագիտությամբ ֆինանսիստ է, ուսումը կիսատ է թողել բանակում ծառայելու համար։ 2020-ի պատերազմը դիմավորել է իր գնդում Սիսիանում, որպես շարքային զինվորական։ Կարճ ժամանական զինակիցների հետ տեղափոխվել է Մարտի դաշտ։ Մորն այդ պահին ոչինչ չի ասել։ Սիսիանի կոստյում էր ծառայում։ Հոկտեմբերի 8-ին զանգում է հորը, ասում է պապ մեզ տեղափոխում են, տանում են Հադրութ կռիվ։ Մամային չասես, թող չանհանգստանա։ Չի ասում ամուսինս մեզ։ Հոկտեմբերի 8-ին տեղափոխվում են Հադրութ Աբդուլաղվարի գյուղ։ Այնտեղ թեժ մարտեր է տեղի ունենում։ Արմինեն պատմում է, որ ամուսնու անհանգստությունն է իրեն հուշել, որ որդու մասին ինչ-որ բան իրենից ծածուկ են պահում։ Վերջին հեռախոսազրույցը Համլետի հետ եղել է 2020-ի հոկտեմբերին, նրա անհետանալուց 1 օր առաջ։ Ասում է մերս ամեն ինչ նորմալ է, լավ եմ ես, իմ մոտ ամեն ինչ լավ է, ասում եմ համ ջան, հաստատ կռվի դաշտում չես, չեմ համ ջան, ասում եմ Սիսիանում եմ, ասում եմ, բայց հերն է վերցնում հեռախոսը, հորն ասում է, որ պապ վիճակը շատ վատ է, ընկերներիցս մեկը մահացավ, շրջափակման մեջ են, չգիտեմ ոնց կլինի։ Խոսակցության հաջորդ օրը հոկտեմբերի 14-ին որդին իր մարտնկերների հետ նահանջի հրաման է ստանում, քանի որ թշնամու հատուկ նշանակության գերակշիռ ուժերը շրջափակում են տեղանքը։ Զինվորները նստում են բեռնատարներն ու դիրքերից մի քանի 100 մետր հեռավորության վրա խոցվում թշնամու ԱԹՍ-ներից։ Որդից ողջ է մնում, այնտեղ հրամանատարների զինվորներից վկաներ ունենք, որոնք ասում են, որ իրանք վիրակապել են տղայից գլուխը, ձեռքը վիրավոր է եղել։ Թե ինչու եւ ինչպես է ստացվում, որ ողջ մնացածները վիրավոր զինվորին չեն տեղափոխում ապահով վայր, պարզ չէ։ Վկաներն իրար հակասող պատասխաններ են տալիս։ Դեպքից հետո շուրջ 2 ամիս Համլետի հարազատները փնտրում են նրան հիվանդանոցներում, բայց ապարդյուն։ Դեկտեմբերի առաջին օրերին պատահաբար ադրբեջանական տելեգրամյան ալիքներից մեկում հարազատները տեսնում են տեսանյութ, որում երևում է Համլետը։ Давай, иди. Давай, реально. Вырвался. Давай. Տեսանյութում վիրավոր Համլետին գտնում եւ գերի են վերցնում ադրբեջանցի հատուկ ջոկատայինները։ Տեսանյութից հասկացվում է, որ երիտասարդն անադեկվատ վիճակում է, ամենայն հավանականությամբ գլխի շրջանում վիրավորման պատճառով։ Ճիշտ ասած ուրախանում եմ այս վիդեոն տեսնելով։ Շատ ցավալի է, բայց ուրախանում եմ, որ գոնե ողջ է, գտան, հետ կվերադարձնեն։ Համլետին սակայն գերիների պաշտոնական ցուցակում Ադրբեջանը չի ընդգրկում։ 2020-ի պատերազմից հետո շուրջ 80 նման դեպք է արձանագրվել, երբ վիդեո եւ ֆոտո ապացույցների միջոցով հաստատվել է, որ ՄԱԹ-ը որպես ռազմագերի հայտնվել է ադրբեջանական կողմի տիրապետության տակ, սակայն նրա ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ։ Այս երևույթը կոչվում է բռնի անհետացում։ Այդ տարածք գնացել է ամուսինս մի քանի անգամ, Այնի Կարմիր խաչի, բոլորով գնացել են այդ տարածքը, քննել, զննել են, ման են եկել, ամբողջ տարածքով նայել են, որ գոնե ինչ-որ մի հատ հուշող բան, ինչ-որ մի բան, ամբողջ տարածքը նայել են, ոչ մի բան չի հայտնաբերվել, չի գտնվել։ Բռնի անհետացումը տեղի ունեցել թե 2020 թվականին եւ թե 2023 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով, ուստի առաջին եւ 4-րդ գանգատներում կան բռնի անհետացման առնչվող հարցադրումներ։ Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն իր գործընկերների հետ 2020-ից հավաքել եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել հայ զինծառայողների եւ քաղաքացիականների բռնի անհետացման փաստերը, որոնց մասով եվրոպական դատարանը պատասխան է պահանջել Ադրբեջանից։ Վերջինս սակայն հրաժարվել է տրամադրել տեղեկատվություն շուրջ 80 գերեվարվածների վերաբերյալ։ 171 զինծառայողը անհետ կորած ըստ Պաշտպանության նախարարության
21 թե 23 քաղաքացիական անձ, այդ պաշտոնական տվյալներ են 20 թվականից սկսած։ Անհետ կորած զինվորների եւ քաղաքացիականների թեման որոշակիորեն շահկապված է մասունքների հետ, որոնք մինչև հիմա պահվում են պետական համապատասխան կառույցներում։ Նախորդ տարիներին ԴՆԹ թեստերի հետ կապված տարբեր հացեր են ի հայտ եկել։ Ընդհանուր առմամբ անվստահության մթնոլորտ կա այս process-ի շուրջ։ Ըստ առողջապահության նախարարության 81 մարմին եւ մասունք, որոնք ըստ պետության նույնականացվել են, այսինքն պատկանում են որոշակի անհետ կորածի, բայց ծնողները չեն համաձայնվում։ Հիմա բայց այս 81-ը այնպես չի, որ 81-ն էլ սխալ ԴՆԹ-ի արդյունք է։ Խնդիրն այն է, որ չկա Հայաստանում որևէ կառույց, որն աշխատում է հենց անհետ կորածների խնդիրների ուղղությամբ, նշում է Տաթևիկ Սողոյանը։ Չկան այդ գործում մասնագիտացած փորձագետներ, որոնք որպես մեկ կառույցի ներկայացուցիչներ անընդմեջ կապի մեջ կլինեն անհետ կորածների հարազատների հետ եւ որ ամենակարևորն է, չկա կառույց, որին կվստահեն այդ մարդիկ։ Պաշտպանության նախարարությունը պետք է մշակեր անհետ կորածների վերաբերել օրենքի նախագիծ, որովհետեւ ի վերջո այդ գերատեսչության ծառայողներն են 99% դեպքերում գերեվարվել, պաշտպանության նախարարությունը պարզապես անգործություն է դրսևորել։ Ամեն մանրամասներ իրանց ասել են։ Իրանց մնում էր զանգեին, կանչեին քննության ու պարզեին։ Նոր անցած տարի սկսել են հարցաքննել։ Մի քանիսին դեռ չեն գտնում, մի քանիսը խոսքը փոխել է։ Նախորդ տարիներին անհետ կորածների հարազատները տասնյակ ակցիաներ են անցկացրել տարբեր պետական կառույցների դիմաց, փակել են փողոցներ, շենքերի մուտքեր։ Նպատակը իրենց խնդրին պատկան մարմինների ուշադրությունը գրավելն էր։ Մեր հույսը մի փոքր դրել էինք Աբազյանի վրա, ասել էր մինչև վերջ գնալու եմ այդ հարցով։ Մենք անընդհատ կապի մեջ էինք։ Միջ գերատեսչական հանձնաժողովը, որտեղ մարդիկ, չգիտեմ, որոշակի պարբերականությամբ հավաքվում են, ինչ որ բաներ են քննարկում, բայց այդ աշխատանքը մի հոգու աշխատանք չի, երբ որ մենք խոսում ենք հարյուրների մասին, երբ որ մենք խոսում ենք տարբեր իրավիճակների մասին։ Անհետ կորածների հարազատների վերջին սպասելիքները կապված էին հայ-ադրբեջանական համաձայնագրի հետ, բայց այն առայժմ որևէ արդյունքի չի հանգեցրել։ Հեշտ է գտնել այդ մարդուն, իրանց աշխատողն է, ու ասել ինչ է կարել այդ գերուն, ինչ է կարել, ուր է։ Հայ-ադրբեջանական համաձայնագիրը կարող է ազդել միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ սկսված դատական process-ների վրա։ Դրանք նախաձեռնել են 2020-ից հետո, այդ թվում բռնի անհետացածների ճակատագրերը պարզելու նպատակով։ Եվ կա 15-րդ հոդվածը, որը սահմանում է երկու կողմերի պարտավորությունը հետ կանչել ցանկացած միջպետական գործ։ Ընդ որում կողմերը նաև պարտավորվում են ապագայում այս հարաբերություններից ծագող նոր վեճերը չփոխանցել իրավական գործընթացներին եւ որևէ այլ կարգավիճակով մասնակցություն չունենալ իրավական գործընթացներին։ Հոդվածի կիրառման դեպքում պետությունը հետ է կանչելու իր հայցերը միջազգային դատական ատյաններից, սակայն բռնի անհետացածների ներկայացուցիչներից շատերը դիմել են նույն միջազգային կառույցներին որպես անհատներ, եւ այս գործերը քննվում են Հայաստանի հայցերից անկախ։ Հայաստանի Հանրապետությունը լինելով միջազգային դատավարության կողմ, երբ հրաժարման դիմում է ներկայացնում, մենք այս հարցի վերաբերյալ պետք է ունենանք դատարանի որոշում։ Ես չեմ բացառում, որ եվրոպական դատարանը, օրինակ, մեր հրաժարումը չթույլատրի։ Անհետ կորածների հարազատները հիմա սպասում են տեղեկության բոլոր այն կառույցներից, որոնք մասնակից են Ադրբեջանի հետ կուլիսային բանակցությունների process-ին։ Գուցե վերջապես դրանք հանգեցնեն որոշումների, որոնց շնորհիվ սառույցը շարժվի տեղից։ Թե շնչում են իրանք ապրում են, քնում են, ոնց չգիտեմ, բայց մենք կորցրել ենք մեր քուն ու դադարը, այս 5 տարի։ Մենք չենք ապրում, այս ապրել չի։ Այս ցավն ու տառապանքը, այս անորոշությունը սպանում է մեզ։ Իսրայելի բանակը անկախ այդ երկրի շուրջ տեղի ունեցող process-ներից չափազանց մեծ վստահություն է վայելում իսրայելցիների շրջանում։ Ինչու՞։ Որովհետև երբ որ այդ մարդիկ մասնակցում են մոբիլիզացիոն process-ներին, նրանք վստահ են, որ մարտի դաշտում հայտնվելու ժամանակ, եթե նրանց հետ ինչ-որ բան տեղի ունենա, ասենք գերի ընկնեն, զոհվեն, պետությունը միջև վերջ տեր է լինելու նրանց։ Արմեն Նաթալյան, Վահրամ Աղոյան, Սուրանկյուն։ Կհանդիպենք քիչ անց։
շտաբօգնության մեքենայի վարորդի սթափության փորձաքննությունը դրական պատասխան տվեց։ Այսինքն, պատկերացրիք չէ, տունը շինվածը հարբած հիվանդ է տեղափոխել։ Հիվանդ է տեղափոխում ու ոչ սթափ։ Ահա մոտեցանք իրականությանը, դառը իրականությանը։ Ինչ գործ ունեին անչափահասները այս մեքենայում, որ այսօրն են գցել, հա, անչափահասների ծնողներ։ Բարեկի պատանը տորա։ Մերսեդեսի հետ բախման ժամանակ գազելում ուշադրություն 11 մարդ է գտնվել։ Չէ, գազելը գծի մեջ չի եղել։ Ուղղակի այդքան մարդու տեղափոխելիս է եղել դաշտ խաղող հավաքելու։ Մարդիկ ինչ հույսերով ու ակնկալիքներով են եկել քրիստոնեությունն առաջինը ընդունած երկիր ու ինչ ստացվեց։ Դե ինչ, welcome to Armenia։ Շորմոր չկա, փռնք չորնա։ Պատկերացնում եք, հսկայական կոմիտասի պողոտան փորձում են քյասար կտրել ու դժբախտաբար փորձը փորձանքա դառնում։ Էսը գլխի տեղն է։ Կրակոցներ արձակած անձը, որին գյուղացիները որակում են որպես հոգեկան խնդիրներ ունեցող անձնավորության, 2021-ի մայիսի 30-ին էլի վիճաբանության ընթացքում ինքնաձիգով կրակոցներ է արձակել։ Նայ։ Երբ նախորդ թողարկմանը անդրադառնալով փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի սպանությանը նշեցի, որ իշխանությունը տապալել է ներքին անվտանգության ապահովման իր պարտավորությունը, շատերը հակադարձեցին, թե բա նման իրավիճակներ բոլոր իշխանությունների օրոք էլ եղել են եւ ճիշտ չէ վենդետային քաղաքական երանգ տալը։ Համաձայն եմ, բայց երբեք բարոյա հոգեբանական մթնոլորտը այսքան ախտոր չի եղել։ Ու ապացույցը նշված սպանությունից մեկ օր անց տեղի ունեցած մեկ այլ սպանություններ, եւս մեկ օր անց մյուս սպանությունը, դրան հաջորդած օրն էլ 4-րդ սպանությունը։ Այսինքն 4 օրում 4 սպանություն։ Նման իրավիճակների հաճախ եք հանդիպել։ Սա այլևս առանձին դեպքերի շարք չէ։ Սա հասարակական անվտանգության համակարգային կոլապս է։ Երբ պետությունը չի կարողանում պաշտպանել իր քաղաքացիների կյանքն ու գույքը, նշանակում է դադարել է իրականացնել իր հիմնական առաքելությունը։ Իսկ ինչպես կանխել հարցի պատասխանը բարդ է ու բազմաշերտ։ Այն ներառում է թե քաղաքական, թե իրավական բաղադրիչներ։ Այսինքն դժվար թե ոստիկանության կամ քննչական մարզային վարչության պետերին ազատելով իրավիճակ շտկվի։ Անհրաժեշտ են ավելի խիստ ու ավելի բարձր պատասխանատվություններ, ընդհանուր նախարարի հրաժարական։ Սրանից զատ անհրաժեշտ է մշակել ներքին անվտանգության նոր դոկտրին, քանի որ հին մոտեցումներն ու օրենսդրական բացերը միայն խորացնում են քրեածին մթնոլորտը։ Սպանության դեպքերից բացի անդրադառնալու ենք մեկ այլ արատավոր երևույթի՝ շտաբօգնության մեքենայի վարորդի ոչ սթափ լինելուն։ Երբ վերջերս օրինագիծ ընդունվեց, որով քրեականացվում է շտաբօգնության բժիշկների նկատմամբ բռնությունը, բոլորս ուրախացանք, համարելով, որ նույնիսկ ուշացած նախաձեռնություն է։ Բայց երբ շտաբօգնության հարբած վարորդը հիվանդ է տեղափոխում եւ դառնում վթարի պատճառ, հիվանդի հարազատն էլ գալիս ու հաշվի արդար է տեսնում նրա հետ, կասեք ինչպես վարվել։ Մի քանի թողարկում առաջ էինք շտաբօգնության ծառայության պատասխանատուներին կոչանում վարորդների ընտրության հարցում լինել բծախնդիր եւ խիստ։ Եթե ականջալուր լինեին, ապա հրազդանի ողբերգական դեպքը, որի մասին կպատմենք քիչ անց, կարող էր տեղի չունենալ։ Իրոք, մեր երկրում խիարը թարս է բոսնում։ Անցած օրի քրեական քրոնիկոնը արտակարգ պատառներն ու ավտովթարները Գագիկ Շամշյանի մահացու անտարբերությունը տեսանյութում։ Այ ժողովուրդ ջան, այսքան իզգոյ, ախր ոնց հավաքեցին գլխներիս, կրակոցի հետևից, մարդը որ զոհվում է, տպավորությունը, թե սատանան ամբողջությամբ բռի մեջ է առել այս երկիրը, դրանում դժվար չհամոզվել ու բերեմ մի վկայություն, ասենք, որ սենց կրակում են, ովքեր են առաջինը օգնության հասնում տուժածներին, ճիշտ է, շտաբօգնության բրիգադները, իսկ ինչ կասեք, եթե տուժածին դեղ հասցնող բրիգադին տեղափոխում է հարբած վարորդը, գիտեմ, որ արդեն չեք էլ զարմանում, մենք էլ ստիպված դարձել ենք վիճակագիր։ Հեսա, խնդրեմ, ծանոթ պատկեր է, այդպես չէ, բայց եթե նախկին դեպքերում անարգանքի սյանն ենք գամում շտաբօգնության մեքենաներին բախված երկաթե նժույգների տերերին, այս դեպքում նույնը չենք անի, ու մինչև ասեմ, թե ինչու մի քանի փաստ արձանագրենք։ Առաջին փաստն այն է, որ բախումը տեղի է ունեցել ժամը 21:10-ի սահմաններում Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում։ Երկրորդ փաստն է, որ շտաբօգնության ավտոմեքենան հիվանդանոց է տեղափոխելիս եղել հիվանդի, բայց ինչպես տեսնում եք, տեղ չի հասել։ Վթարի պատճառների մասին կարելի է տարբեր վարկածներ առաջ քաշել, բայց դրանք բոլորն էլ խամրում են պարեկների արձանագրացի ֆոնին։
բանն այն է, որ շտաբօգնության մեքենայի վարորդի սթափության փորձաքննությունը դրական պատասխան տվեց, այսինքն պատկերացրիք չէ, տունը շինվածը հարբած հիվանդ է տեղափոխել։ Այդ որ օրենք եք ընդունել տալիս, որ շտաբօգնության բժիշկների նկատմամբ ոտնձգությունները պետք է քրեորեն պատժելի լինեն, լավ է, բայց մի օրենք էլ ընդունեք, թե ինչ է հասնում հիվանդներին հարբած կամ ինչպես ժողովուրդն է ասում, կոկոնը տաքացրած տեղափոխող վարորդներին։ Մյուս փաստն էլ այն է, որ վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Հրազդան բժշկական կենտրոն, ընդ որում մինչև հիվանդանոց տեղափոխումը նրանց օգնության են հասել մեկ այլ շտաբօգնության բրիգադ։ Լրիվ կոմեդիա։ Միակ դրական կողմը այն էր, որ բարեբախտաբար զոհ չունեցանք։ Տեսնես, հակառակ դեպքում, եթե հարազատները հաշվի արդար տեսնեին շտաբօգնության հարբած վարորդի հետ, էլի նրանք էին մեղավոր դուրս գալու։ Հիվանդը տեղափոխում ու ոչ ստապ։ Այս Արմավիրի մարզը վերջին 2-3 շաբաթը իր հաստատուն տեղն է զբաղեցրել քրեական քրոնիկոնում։ Հաստատուն տեղը որն է, բացարձակ առաջատարն է։ Փարաքարի համայնքապետի եւ Արարատի մարզի քրեական ոստիկանի սպանություններից հետո մեկ օր անց մեկ այլ սպանություն տեղի ունեցավ, ինչի մասին քիչ անց կպատմենք, բայց նաեւ մարզում քիչ չեն ճանապարհատրանսպորտային պատահարները։ Հերթականը տեղի ունեցավ Լեռնագող գյուղի սկզբնամասում, չգիտես ոնց, չգիտես ինչու, ռուսական արտադրության ՎԱԶ 2114-ը ժամը 19:30-ի սահմաններում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի եւ մոտ 4 մետր բարձրությունից կամրջից ընկել եւ կողաշրջվել էր։ Տղերք շտաբօգնությունն է տարե։ Արմավիր բկը ու բայց ասում է Երևան են տեղափոխել։ Երկուսն էլ անչափահաս են, չէ՞։ Ահա մոտեցանք իրականությանը, դառը իրականությանը, եւս մեկ անգամ համոզվելով, որ ոչ բոլորն են մեր ասածներին ականջալուր լինում։ Ինչ գործ ունեին անչափահասները այս մեքենայում, որ այսօրն են գցել, անչափահասների ծնողներ։ Դուք չեք հասկանում, որ ձեր ձակերի կյանքի հետ եք խաղում։ Հա լավ, այս անգամ փրկվեցին, բայց չգիտեք, որ պապն ամեն անգամ փլավ չի ուտում։ Պարզեցի, որ մեքենայում են եղել 17-ամյա Հարությունն ու նրա հասակակից Զգորը։ Կարելի է ասել, որ միայն հրաշքով են ողջ մնացել։ Նրանց մեքենայից դուրս են բերել քաղաքացիները, ապա շտաբօգնության բրիգադը տեղում անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելով նրանց տեղափոխել է հիվանդանոց։ Արայելի շուտ տղարեք հիվանդանոց տարա։ Այդարա։ Տղանեք գորը։ Հելո կամետ։ Էս էլ մյուս խնդիրն է, այո, եթե կամրջի աջ եւ ձախ կողմերում տեղադրված լինեին պաշտպանիչ երկաթե կամ բետոնե պատնեշներ, մեքենան կբախվեր դրանց ու չէր հայտնվի կամրջի տակ։ Ու լավ կլինի, որպեսզի Արմավիրի նորանշանակ մարզպետ Վահրամ Խաչատրյանը ոչ թե ստեղ-ընդեղ ժամանակից շուտ կոմենտներ տա, թե բա Փարաքարի համայնքապետի սպանությունը քաղաքական չէ, այլ ճանապարհային դեպարտամենտի հետ միջոցներ ձեռնարկի այս կամրջի վրա պաշտպանիչ երկաթբետոնե արգելապատնեշներ տեղադրելու ուղղությամբ։ Նայեմ վերևից ընկել է։ Երկաթե արգելապատնեշներ որը լներ, ճաղավանդակներ չեր ընկնի։ Արմավիրի մարզում տեղի ունեցած մյուս պատահարը, ասում եմ չէ, այս մարզը սենց հարցերում սկսել է հավասարը չունենալ։ Իրավապանները երևում է հաճախակի ստեղ պետք է իրականացնեն կանեփ կակաչ օպերացիան։ Իսկ մինչ այդ առավոտ կանուխ, ավելի ճիշտ ժամը 7:40-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի ժողովրդին հայտնի ատոմակայանի խաշմերուկում իրար են բախվում Մերսեդեսն ու բոլորի կողմից անչափ սիրված եւ հարգված գազելը։ Վայ, քորացա ես, ես ինչ օրն եք գցել գազելին, կակոյ նիբուց Մերսեդեսը, այդ ձեր տունը շինվի, ես չեմ հասկանում, այս գազելներին վերջ չկա, լավ, նեուժելի չեք հասկանում, որ սրանք գլորվող փորձանքներ են, ընդ որում այս դեպքում նաև գործել է Զակոն Պոդլստին։ Հիշեցնեմ, որ այդպես ենք ասում, երբ վթարի պահին մեքենաներից մեկում լիքը մարդ է գտնվում, իսկ Մերսեդեսի հետ բախման ժամանակ գազելում ուշադրություն 11 մարդ է գտնվել։ Չէ, գազելը գծի մեջ չի եղել։ Ուղղակի այդքան մարդու տեղափոխելիս է եղել դաշտ խաղող հավաքելու։
Թե ով է եղել վթարի մեղավորը, դժվար է ասել, բայց դատելով մեքենաների ստացած վնասվածքներից, որտեղ պարզ երևում է, որ Mercedes-ի առջևի հատվածը պարզապես բացակայում է, իսկ գազելը կողաշրջված է, տպավորությունն է, թե ամենայն հավանականությամբ գազելը փորձել է չթույլատրելի հատվածից շրջադարձ կատարել, սակայն Mercedes-ի վարորդը դա թույլ չի տվել։ Աստոժ այս վարկածը ունի կյանքի իրավունք, բայց դրանից խնդրի էությունը չի փոխվում։ Փաստն է, որ հերթական անգամ համոզվեցինք, որ գազելներից ոչ մի կերպ չի ստացվում ազատվել։ Մի ընդհանուր քանի ուղևոր աղը ձեր գազելու։ 11, հա։ Աշխատանքի են գնում, թե հա, էլի չաստի տղերքից, հա։ Հա, մոռացա ասեմ, Mercedes-ի ղեկին էլ եղել է ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի ծառայող։ Լավ, տեղափոխվենք մայրաքաղաք, թեև այնքան էլ մայրաքաղաք չի, էլի Արմավիրի մարզի հարակից տարածքն է, ավելի ստույգ Արգավանդում ենք։ Այս ճանապարհային ոստիկանության նախկին հենակետի ամրությունը, ինչպես ասում են, ոչ միայն ժամանակով աստուգված, այլ նաև վթարներով։ Ես ասեմ 27, դուք պատկերացրեք մի 34 անգամ այս հատվածում վթար է եղել։ Ուստի հարցը, թե ինչն է պատճառը, բաբշե ավելորդ չի։ Ես ինչ հարվածել որ ստոլբեն տատապալի։ Չնայած, այս դեպքում չեմ կարող ասել, թե ինչն է եղել վթարի պատճառը, գիտեք ինչու, որովհետև վթարված մեքենան էլեկտրական է, իսկ ես այս կարգի մեքենաներին լուրջ չեմ վերաբերվում, լրիվ ծրագրավորված մեքենաներ են, ինչ իմանաս, կարող է ծրագիրը թռել է, էս էլ կլխկոնձի է տվել, չնայած գիշերը ժամը 4-ին ինքը չի կլխկոնձի տվել, այլ երկաթե էլեկտրասյունը, որին այնքան ուժ ունի բախվել է, ու ոչ միայն էլեկտրասյանը, նաև բետոնե պաշտպանիչ պատնեշին։ Եսի չեք կարա բրթեք, ծանր է։ Էշմիասին հիվանդանություն տար է, ոսանքա զրկած է, բայց։ Հա, նոր պրիգա։ Դե գալիս են ինչ անեն, հենա տանը մուշ քնացեն, հեչ էլ թե փրկարարին հոսանք չի խփի, փրկարարին չգիտեմ, բայց որ վթարի հետևանքով 2 հոգու տեղափոխել էին Վաղարշաբաթի հիվանդանոց փաստա։ Հարցրեցի, ովքեր են, թե բա զբոսաշրջիկներ, որոնց վարորդը Զվարթնոց օդանավակայանից տեղափոխում էր հյուրանոցային համալիր։ Այ քեզ բան, մարդիկ ինչ հույսերով ու ակնկալիքներով են եկել քրիստոնեությունն առաջինը ընդունած երկիր ու ինչ ստացվեց։ Դե ինչ, welcome to Armenia։ Լվացքի պարանն է դառը։ Շորմոր չկա, փռնք չորնա։ Հերթը հասավ հեփի ընդով չավարտված 2 դեպքի, մինչև կրկին Արմավիրի մարզ վերադառնալը ներկայացնեմ մայրաքաղաքի Կոմիտասի պողոտայում տեղի ունեցած հերթական ողբերգությունը։ Ես էլ չգիտեմ ինչ լեզվով այս մարդկանց նկատի ունեմ, որոշ վայ հետիոտներին բացատրեմ, որ չի կարելի փողոցը կտրել չթույլատրված հատվածով։ Խնդրում եմ ասեք, էլի, շատ բարդ եմ ասում, չի կարելի, լսում եք, չի կարելի, ես չեմ հասկանում, ձեր կյանքը ձեր համար գրոշի արժեք չունի, փաստորեն չունի էլի։ Սատուն կապչուն չէ, դետալը հասել ասը ջիպի, ստորգետնյա անցումն է։ Այո, ընդամենը մի քանի մետր այն կողմ ստորգետնյա անցումն էր, բայց չէ, էտով հավես ունի իշնի, հետո բարձրանա, ավելի լավ է քյասար կտրենք, պրծնենք։ Պատկերացնում եք, հսկայական Կոմիտասի պողոտան փորձում են քյասար կտրել ու դժբախտաբար փորձը փորձանք է դառնում։ Թեև վարորդը չի դիմում փախուստի, ազանգում աշտաբօգնության ծառայություն, սակայն արագ հասած բժիշկների խումբը արձանագրում է տղամարդ հետիոտնի մահը։ Նա էսի մարմինի էսը գլխի տեղն է։ Իհարկե լավ է, որ վարորդը չի լքել դեպքի վայրը, սա խոսում է իր մարդկային հատկանիշների մասին, նաև դատարանում մեղմացուցիչ հանգամանք է համարվում, բայց նույն դատարանը պետք է պարզի, թե ինչու է նա երթևեկել առանց վարորդական իրավունքի վկայականի, ինչը նշանակում է, որ վարելու իրավունք չի ունեցել։ Սա էլ իր երթի նշանակում է, որ եթե վարորդը հավատարիմ մնար օրենքի տառին ու չվարեր մեքենան, հետիոտն էլ ողջ կմնար։ Մի խոսքով պատճառահետևանքային կապ, որը պետք է իրավական գնահատական ստանա։ Իհարկե, չանտեսելով նաև փաստը, որ հետիոտը ճանապարհը կտրել է չթույլատրված հատվածով։
եւ վերջում սպանության հերթական դեպքի մասին, որը տեղի ունեցավ Արմավիրի մարզի Արաքս գյուղում։ Ժամը 19:40-ի սահմաններում հենց այդ ժամին են իրավապանները ահազանգ ստանում, որ կրակոցներ են հնչել ու կա վիրավոր։ Պատկերացնում եմ նրանց վիճակը։ Փարաքարի համանքապետի սպանության շուրջ կրքերը նոր են զարգանում եւ ահա հերթական պատահարը։ Նման ծանր հոգեվիճակների մեջ ընկնելու փոխարեն ավելի լավ է աշխատեք, թե չէ կրիմինալը անասնական հոտառություն ունի, անմիջապես ֆիքսում է, երբ են ձեռքերը արձակված։ Արդեն տեղում իրավապանները պարզում են, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է ու անցնում են գործի։ Պարզում են, որ Շանը հայոյելու հարցի շուրջ Արաքսի 33-ամյա բնակիչը վիճաբանել է համագյուղացիների հետ, ինչի ընթացքում իր մոտ գտնվող դանակով հարվածել է մի անձի, պատճառելով մարմնական վնասվածք։ Բացի այդ, ինքնաձիգից կրակոցներ է արձակել ներկաների ուղղությամբ, ինչի հետևանքով Մասիս Ասատերյանը ստացել է հրազենային վնասվածք։ Նրան տեղափոխել են Վաղարշապատի հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով մահացել է, բայց սա դեռ վերջը չէր։ Նայ, էսի իմի ամենակարևորն է։ Դա 10 էլի սենց ընդհանուր։ Դե կրակվածն է։ Պարզվում է, որ կրակոցներ արձակած անձը, որին գյուղացիները որակում են որպես հոգեկան խնդիրներ ունեցող անձնավորության, 2021-ի մայիսի 30-ին էլի վիճաբանության ընթացքում ինքնաձիգով կրակոցներ է արձակել։ Նա ձերբակալվել էր, գործն ուղարկվել էր դատարան։ Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Սրանից զատ նրա մոտ հայտնաբերվել էր գազային ատրճանակ, ինչը արգրավվել էր ու դարձել քննության առարկա։ Սակայն Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ նրա կողմից գազային ատրճանակ ապօրինի կրելու դրվագով քրեական հետապնդումը դադարեցվել է վաղեմության ժամկետներով անցնելու հիմքով։ Մի խոսքով մեր դատարանը ստեղծել է բոլոր նախադրյալները, որպեսզի նա էլ կրակի, բա հետո էլ ինչ են գլուխները բռնում նստում։ Գագիկ Շամշան, Սուրանկյուն։ Այսքանը գործով զորանանք եւ առողջ հոգով ու լուսավոր մտքով առաջ շարժվենք։ Կհանդիպենք հոկտեմբերի 12-ին ժամը 22-ին։ Աստված պահապան, հայազգին։